Տարածաշրջանային խաղի և խաղացողների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Հարավային Կովկասը կարող է դառնալ ԱՄՆ-Չինաստան մրցակցության հաջորդ ճակատը, գրել է National Interest պարբերականը։ Ըստ պարբերականի, Թրամփի ուղին խոսումնալից հնարավորություններից բացի կարող է վտանգել Միացյալ Նահանգների շահերը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ TTIP-ը կենտրոնական դեր ունի Հարավային Կովկասի ավելի լայն միջազգային տրանսպորտային երթուղու համար, որը հայտնի է նաև որպես միջին միջանցք։ Չինաստանը կարող է օգտվել TTIP-ից, քանի որ այն կարող է ծառայել որպես Պեկինի մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության կենսական կապող օղակ։ Հետևաբար անհրաժեշտ է, որ Սպիտակ տունը գործածի TTIP-ի իմպուլսը։ Անհրաժեշտ են անհապաղ գործողություններ, քանի որ Պեկինն արդեն զգալի առավելություն է ստացել տարածաշրջանում, գրել է պարբերականը։ Մեզ համար էլ վտանգավոր ազդակներ են գալիս Ադրբեջանից, մեկ տարում 25 համատեղ զորավարժություն։ Ալիևն է հրապարակել այս վիճակագրությունը թուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ընթացքում և կազմակերպության անդամ երկրներին առաջարկել է Ադրբեջանում անցկացնել հերթական համատեղ զորավարժությունը։